Ես էլ եմ ուզում շնորհավորել ձեզ բոլորիդ այս միջազգային տոնի արդիվ, ընտանիքի տոնի արդիվ, միջազգային է այս տոնը, ուզում եմ բոլորիդ շնորհավորել ու համաձայն եք, որ ընտանիքը լավ բան է, ընտանիքը շատ լավ է, ընտանիքը բեռ չի, այո, ընտանիքում դժվարություններ լինում է, բայց ընտանիքը բեռ չի, ընտանիքը օրհնություն է, ընտանիքը դա այնտեղն է, որտեղ դուք հանգստանում ես, ընտանիքը դա դրախտն է, Աստծո դրախտն է երկրի վրա, միգուցե ինչ-որ մեկի ընտանիքով այդպիսի դրախտային դեռ մթնոլորտ չկա, բայց Աստված, որ նախատեսել է ընտանիքը ստեղծել է, այդպես է նախատեսել, որ դա լինի դրախտ երկրի վրա, որ այնտեղ մեկը մյուսին սիրի, մեկը մյուսի համար հոգա, ոչ թե մեկը մյուսի հետ մրցակցի, մեկը մյուսի հետ կռվի, մեկը մյուսի հետ հարցեր լուծի, որ ամենը ամուսինը սիրի կնոջը, ինչպես Աստված է սիրում, կինն էլ սիրով հավեսով նազանդվի ամուսնուն, երկուսն էլ հոգան իրանց երեխաների համար, սրանից ավելի ինչ լավ բան, ամեն, շնորհակալ եմ ձեր ոգևորության համար, շատ լավ է, փառք Աստծո, ես իմ անձնական ընտանիքը չունեմ, բայց ունեմ իմ բարեկամների ընտանիքները եւ ունեմ իհարկե ամենակարևորը Աստծո ընտանիքը, որովհետեւ Աստված ստեղծեց իր ընտանիքը, ստեղծեց մարդու համար ընտանիք, որպեսզի այդ ընտանիքի մեջ ինքը գլխավորը լինի առաջի տեղում, որովհետեւ ամուսնությունը դա ուխտի հարաբերություն է, հավեսի հարաբերություն չի, ուխտի, որտեղ մարդիկ իրար ունեն պարտականություն սիրել, հոգալ, լինել հավատարիմ։ Ու ինչ լավ է, որ մեր Աստված մեր հանդեպ հավատարիմ է, ու մենք էլ կարող ենք իրար հանդեպ լինել հավատարիմ, ամեն, որովհետև ինչ որ մենք անում ենք, մենք Աստծուց ենք սովորում, բայց նաև Աստված Քրիստոսի խաչելության միջոցով, մահի եւ հարության միջոցով Քրիստոսը Աստված մի նոր ընտանիքի կյանք տվեց։ Պատկերացնում եք, երբ Քրիստոսը խաչված էր եւ նա մահացավ հոժարությամբ իր կյանքը տալով, ամենավերջում հռոմեական հարուրապետը նա խոցեց Հիսուսի կողը, որտեղ սիրտն էր, եւ այնտեղից հոսեց ջուրը եւ արյունը։ Գիտեք, երբ կինը ծննդաբերում է, նույն բանն է կատարվում, ջուր եւ արյուն է հոսում, որովհետեւ ծնունդ է տեղի ունենում, եւ Հիսուսի կողից ծնվեց իր եկեղեցին, ծնվեց Աստծո ընտանիքը, դա դեռ չկար, բայց ծնվեց, որտեղ դուք գիտեք, Աստված սկզբից ասում է, խոսքն է ազատագրում, ու հետո դա դառնում է իրականություն, ու այսօր, որ մենք իրար հետ այստեղ ենք, մենք Աստծո անունով ենք հավաքված, մենք բոլորս տարբեր ենք, բոլորս, տարբեր քաղաքներից, տարբեր տեղերից, բայց մենք ունենք ընդհանուր մի բան, որ մենք փրկված ենք Քրիստոսի սիրո շնորհիվ, նրա թանկ արյան շնորհիվ, քո համար մեծ գին է վճարված, սիրելի իմ բարեկամ, մեծ գին, ու դու շատ թանկ ես, դրա համար այնքան կարևոր է, որ երբ մենք գալիս ենք եկեղեցի, մենք այսպես կրոնավոր պատկերացում չունենանք, որ մենք գալիս ենք այստեղ ուղղակի իրար տեսնելու, մենք գալիս ենք ինչպես Աստծո ընտանիքը այս քաղաքում, որ մենք ունենք ընդհանուր բաներ, իրար հետ երգենք, իրար հետ Աստծո խոսքը լսենք եւ էլ ինչ ավելի քաղցր է մեզ համար, դա մեր շփումը իրար հետ, ամեն, մենք չենք թողնում այստեղից փախնում, մենք իրար հետ շփվում ենք, որովհետեւ մենք բոլորս լցված ենք Աստծո սիրով եւ Աստծո հոգով, ամեն, ու դա հիասքանչ է, ու ես այստեղ ոչ թե ինչպես հյուր եմ ինձ զգում, ես ոնց որ Աստծո մեծ ընտանիքի անդամ լինեմ, ես որ քաղաք գնում եմ, որ եկեղեցի գնում եմ, ես չեմ գալիս այնտեղ ինչպես հյուր կամ սպասում ինչ որ հատուկ հարգանք իմ հանդեպ, ես գալիս եմ ինչպես այս ընտանիքի անդամ, ես գալիս եմ, որ ես ուրախանամ ձեր գործերով,
որ ես ուրախանամ ձեր հաջողություններով, որ ես այս սիրով, որ Աստված լցրել է իմ սիրտը, ես կիսվեմ այդ սիրով, որ եթե ինչ որ բանով ես կարողանամ, ես ձեզ հորդորեմ, բարձրացնեմ, ձեզ համար աղոթեմ։ Հալելույա, փառք Աստծուն։ Հալելույա։ Այսօր ես ուզում եմ խոսել մի բանի մասին, առանց որի քրիստոնեությունը անհնարին է պատկերացնել։ Անհնարին է։ Ու դա Աստծո սիրո գործն է մեր կյանքերում։ Դա Աստծո սիրո գործն է, դա Աստծո սիրո ներկայությունն է։ Ամեն։ Գիտեք, մենք բոլորս լավ անգիր գիտենք, որ Աստված սեր է։ Անգիր գիտենք դա։ Մենք գիտենք, որ Աստված մեզ սիրեց, անգիր գիտենք Հովհաննեսի 3:16-ը, ճիշտ է, որ Աստված այնպես սիրեց այս աշխարհը, այդ աշխարհի մեջ դու ես մտնում, ու այդ աշխարհի մեջ մտնում են նաև բոլոր նրանք, ովքեր դեռ Աստծո սերը չեն ճանաչել։ Ու այստեղ ամեն անգամ ես զարմանում եմ, որ Հիսուս ասում էր, Աստված այնպես սիրեց այդ աշխարհը, այդ այնպեսի մեջ մի փոքր բառը, բայց այնքան շատ բան է մտնում։ Այնպես, ինչպես սիրեց նա, այնպես սիրեց, այնպես, որ իր միածին որդուն տվեց, այսինքն նա տվեց ամենաթանկը, որ ամեն մեկը, ով որ իրան հավատա, չփոշմանի, հետ չկանգնի, եւ փրկված լինի, եւ բժշկված, եւ ազատագրված։ Այդպիսին է Աստծո սերը։ Գիտեք, երբ Հիսուսը եկավ այս աշխարհ, դա կենթանի Աստծո սիրո ներկայությունը եկավ այս չար աշխարհը, որտեղ այս աշխարհը խոսք ասում է չար է, ամբարտավան, խավարի մեջ է, բայց այս աշխարհի մեջ եկավ լույսը, Քրիստոսը, եկավ Աստծո սերը, եկավ Աստծո քաղցրությունը։ Ու երբ մենք կարդում ենք ավետարանը, ամեն մի վայր, որտեղ Հիսուսը մտնում էր, մթնոլորտը փոխվում էր։ Ամեն մի մարդ, որ հանդիպում էր Հիսուսին, նա նույնը չէր մնում, ժողովուրդ ջան։ Հանդիպումը Հիսուսի հետ, դա հանդիպում չէր, մենակ այսպես մի կրոնավոր ուսուցչի հետ, որը լավ գիտե Աստծո խոսքը։ Ոչ, Հիսուսը ոչ միայն գիտեր լավ Աստծո խոսքը, Հիսուսը նաև լավ գիտեր մարդու սիրտը, մարդու սիրտի կարիքը, մարդու սրտի փափագը։ Հիսուսը լավ գիտեր, ու նա եկել է, որ մարդուն տա այն, ինչի կարիքը մարդը ունի, բայց չի հասկանում, որ ամենաշատը կարիք ունի Աստծո ներկայությանը։ Երբ մենք վերապրում ենք Աստծո ներկայությունը, մենք վերապրում ենք Աստծո սերը։ Անհնարին է, որ դու Աստծո ներկայությունը վերապրես ու քո սիրտը չփափկի։ Անհնարին է, որ քո սիրտը չհալվի։ Հաճախակի մենք չենք կարող պահել արցունքները, որը թափվում են մեր աչքերից, որտեղ այնպես է Աստծո սերը հպվում մեզ, ու մենք վերապրում ենք։ Մենք տեսնում ենք ով ենք մենք իր ներկայության մեջ եւ ով է նա, ինչքան նա մեծ է։ Մենք իր ներկայության, իր սիրո մեջ մենք գիտակցում ենք մեր սխալները, մեր բաց թողումները, մեր համառությունները, մեր մեղքերը, բայց իր ներկայության մեջ մենք չենք վերապրում դատապարտություն, մենք վերապրում ենք իր քաղցրությունը, իր քնքշությունը, երբ նա ասում է որդիս, ես գիտեմ քեզ, ես ճանաչում եմ քո սիրտը, այո դու շատ անգամ ընկնում ես, չես ուզում, բայց էլի սայթակում ես, բայց ես միևնույն է քեզ սիրում եմ, եւ իմ սերը քո հանդեպ երբեք չի փոխվում։ Աստծո սերը այնպիսին է, որ մեզ բարձրացնում է ընկած վիճակից, բժշկում է մեր խոցված վերքերը սրտի։ Ու այնքան կարևոր է, որ մենք ճանաչենք Աստծո սերը, շատ կարևոր է։ Ու եկեք մենք սկսենք Հովհաննեսի 13-րդ գլխից ու 34-35-րդ համարները նայենք։ Մինչև ես կարդամ, սա մեր Տեր Հիսուսի պատվիրանը, որ ինքը տալիս է իր աշակերտներին, ուզում եմ մի բան ասել, որ Առակաց գրքի մեջ 19-16-ում գրված է, որ պատվիրանը պահողը իր
հոգին է պահում։ Պատվիրան նշանակում է հրահանգ, որ ասեմ հրաման չեմ սխալվի, պատվիրանը դա է նշանակում, ով որ պահում է պատվիրանը, ինքը իր հոգին է պահում, ինքը իր կյանքը ապահովության մեջ է պահում, ու մեկ ուրիշ տեղել ասում է, որ տիրոջ պատվիրանները մաքուր են, լուսավորում են աչքերը, ինչքան կարևոր է, որ մեր աչքերը լինեն լուսավոր, որ մեր ոտքի ճանապարհը, մեր կյանքի ճանապարհը տեսնենք ու քայլենք, ինչքան դա կարևոր է, ամեն։ Հիմա եկեք կարդանք իրար հետ միասին Հովհաննեսի 13:34-ից 35-ը։ Հիսուս Քրիստոս ասում է. նոր պատվիրանք եմ տալիս ձեզ, որ իրար սիրեք, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք։ Սրանով կգիտենան ամենքը, որ թե իմ աշակերտներն եք, եթե իրար վրա սեր ունենան։ Գիտեք, մենք շատ անգամ, երբ խոսում ենք սիրո մասին, մարդիկ մարդկային կամ աշխարհիկ ձևով են պատկերացնում սերը, որ սերը ինչ-որ տենց մի հաճելի բան է, երբ քո զգացմունքները քեզ շոյում են, երբ որ ինչ-որ մեկը քեզ երկրպագում է, ինչ-որ մեկը քեզ սիրում է, բայց ես ասեմ ձեզ, Աստծո սիրո տեսակը զգացմունքների հետ կապ չունի։ Ու տեսեք ինչ է սովորեցնում Հիսուսը, ու երբ է ուշադրություն դարձրեք, երբ է Հիսուսը այս կարևոր պատվիրանը տալիս, երբ արդեն ինքը իր վերջի զատիկն անում իր աշակերտների հետ, ու հետո նա գնալու է Գեթսեմանի պարտեզ, բարիխոսի մեղավորների համար, եւ հետո գալու են իրան ձերբակալեն, հետո իրան պիտի ծեծեին, տանջեին, անարգեին, թքեին, մրեին, անարգեին այդպես, ու խաչեին, ու այդ կարևոր իրադարձությունների առաջ Հիսուսը ամենակարևոր բաները փոխանցում է իր աշակերտներին, ու ասում է, նոր պատվիրան եմ տալիս ձեզ, նոր, որ դուք իրար սիրեք, ինչու է Հիսուս այդպես ասում, որովհետև ինքը նոր ընտանիք է ստեղծում երկրի վրա, որի տերը ինքը կլինի, ու սերը անհրաժեշտ է, որ ընտանիքը լինի միաբան, սերը անհրաժեշտ է, որ ընտանիքի անդամները մի ուղղությամբ գնան, ոչ թե ամեն մեկը իր ուղղությամբ, տարբեր, որ բոլորը միաբան, նույն ուղղությամբ գնան, որը Աստծուն հաճելի է, որտեղ երբեմն ընտանիքում ամեն մեկը իր ճշմարտության տերն է, ու ընտանիքում լինում է անարխոժություն, անհաշտություն, որը մեզ ցավ է պատճառում, որի պատճառով գիշերները չենք քնում, երբ մենք խռովում ենք, մեր ճնշումը բարձրանում է, հազար մի բաները կատարում եւ մարմնի հետ, եւ մեր անձերի հետ, բայց սերը այդ ամեն բոլոր հարցերը լուծում է, սիրելի Աստծո ժողովուրդ, առանց սիրո քրիստոնեությունը անզոր է, առանց սիրո քրիստոնեությունը դառնում է կրոնավորություն, սերը ներկայացնում է Աստծո հեղինակությունը մեր կյանքերի մեջ, ու Հիսուսը մեզ պատվիրում է, սիրեք իրար, ինչպես սիրենք, երբ մենք այստեղ կանգ առնենք, առաջի բանը, որ մարդու մեջ գալիս է, ինձ սիրել դժվար է, ես ոնց սիրեմ, բա որ ինձ չեն սիրում, ես անդադ սիրեմ, բա ինձ չեն սիրում, ես սիրում եմ, ինձ չեն սիրում, կամ ոնց ես այդ բարդ մարդուն սիրեմ, այդ մարդն ինձ ոչ adekvat է, չի հասկանում, չգիտեմ իր կյանքում կհասկանա թե չէ, ու մենք մի քանի պատճառաբանություն ենք բերում, ոնց ես սիրեմ, Հիսուս ասեց, սիրեք իրար, նա ոչ թե մեզ խնդրեց, նա մեզ պատվեր տվեց, դա հրաման տվեց, մեր Տեր Հիսուսը, ով որ մեր փրկիչն է, նա մեր հեղինակությունն է, գիտեք, մենք միշտ հնազանդվում ենք այն բանին, ինչ որ մեզ համար հեղինակություն է, եթե Աստծո խոսքը քեզ համար հեղինակություն է, դու էլ չես նայում, ուզում ես, չես ուզում, հարմար է, հարմար չէ, հավես է, հավես չի, դու որոշում ես քո ներսում, Հիսուսը ասեց, ինչ էլ որ լինի, ես պետք է Հիսուսի խոսքը գետինը չգցեմ, ես պետք է Հիսուսի խոսքը կատարեմ, ու տեսեք, նա չի ասում, սիրեք երբ ձեզ հարմար կլինի, սիրեք մենակ նրանց,
ովքեր ձեզ են սիրում։ Հիսուս այդպես չասեց։ Հիսուս ասեց. սիրեք միմյանց, սիրեք իրար, ինչպես ես ձեզ սիրեցի։ Ինչպես ես ձեզ սիրեցի։ Հիմա եթե ես ինչպես մարդ չեմ հասկանում ոնց ես մարդկանց սիրեմ, որովհետև անկեղծ լինեմ։ Ամեն մի մարդը ինքը իր տեսակ ունի։ Ամեն մարդուն չէ որ հեշտ է սիրել, հեշտ է տանել, հեշտ է հասկանալ։ Բայց մեր Տեր Հիսուսը մի յուրահատուկ անձնավորություն է։ Աստված մարդացավ եկավ։ Աստվածային հատկությունները թողեց, ապրեց երկրի վրա ինչպես մարդ եւ մեզ համար օրինակ ցույց տվեց։ Օրինակ։ Ու ես միշտ մարդկանց ասում եմ, եթե դուք ուզում եք հանդիպել Հիսուսի հետ, եթե դուք ուզում եք վերապրել Հիսուսի սերը, կարդացեք ավետարանը։ Դուք անպայման կհանդիպեք Հիսուսի հետ այնտեղ։ Հիսուսը մեզ համար կրոնավոր անձնավորություն չէ։ Ուղղակի կրոնավոր ուսուցիչ չի, որ հին ուխտի ասածները ուղղակի մեզ սովորեցնում էր։ Դուք հիշում եք, նա ասում էր, գրված էր այսպես, բայց ես ձեզ ասում եմ, այսպես անեք։ Ասում էր, գրված էր, ատամի տեղ ատամ, աչքի տեղ աչք, բայց ես ձեզ ասում եմ։ Այսինքն Հիսուսը եկավ նոր օրենք բերեց։ Ես ձեզ ասում եմ, սիրեք ձեր թշնամիներին։ Օրհնեք ձեզ հալածողներին, բարիք արեք ձեզ ատողներին, աղոթք արեք ձեզ նեղացնողների համար, աղոթք արեք։ Ու ես կարդում եմ այդ համար ու գիտեք մտածում եմ, Տեր իմ Աստված, հեշտ չի թշնամուն սիրել։ Մենք հայերս մի անգամից թշնամին ինչ որ ոմանց ենք պատկերացնում։ Գիտեք, բայց մինչև ես սովորեմ սիրել թշնամուն, ես ուզում եմ սովորել սիրել իմ եղբորը եւ իմ քրոջը Քրիստոսում։ Երբ ես վարժվեմ նրանց սիրել, այն ժամանակ ես կհասկանամ ոնց թշնամուն սիրել, որտեվ այսօր մենք եղբայրները, քույրերը, մենք ենք իրար մոտիկ, մենք ենք իրար հարազատ Քրիստոսի արյունով։ Ու եթե մենք օտարացած ենք մեզ պահում, նշանակում է մենք Քրիստոսին չենք ճանաչում։ Դուք նկատել եք, որ հիմա 21-րդ դարը ինչով է տարբերվում մյուս դարերից։ Շատ ուժեղ կա մեկուսացում, շատ ուժեղ օտարացում։ Ընտանիքի անդամները կարող են տանը նստել, բայց իրար հետ չշփվել։ Այսպիսի բանը կատակի բան են վերածել մի պատմություն, որ մի անգամ մի ընտանիքը նստած իրանց տունը շենքում անջատել են հոսանքը։ Դե որ հոսանքը չկա, ուրեմն հեռախոսի հետ էլ հաղորդակցություն չկա։ Ում հետ պիտի հաղորդակցվեն, մեկը մյուսի հետ։ Հետո ասեցին, ինչ լավ էլ ընտանիք ենք։ Երբ հաղորդակցվում ես, ճանաչում ես մեկը մյուսին։ Բայց երբ դու փախնում ես այս կայքերի մեջ, գիտեք, այստեղ մի բան էլ կա, մենք չենք նկատում, բայց մենք փախնում ենք, որպեսզի մենք ծածկվենք, խրվենք ինչ որ մի բանի մեջ, որ մեզ ոչ մեկը ձեռ չտա, ես էլ ուրիշի հետ գործ չունեմ։ Բայց գիտես ինչ, դու սիրուց ես ծնվել։ Առաջին Աստծո քո ծնողների սիրուց ես ծնվել։ Գիտեք դա։ Ձեր երեխաները, որ ձեզ ունեցել են, շատ ուրախացել են։ Ոչ թե ասել են երեխաներին ունենան, տանջենք, սպանենք, չգիտեմ ինչ անենք, ոչ։ Ամեն մեկը ասել է, երբ ես երեխա կունենամ, որ ես սիրեմ իրան, որ ես իրան սիրեմ, որտև սերը նշանակում է ինչ որ բան փոխանցել, ոչ թե պարտադրել ինչ որ բան ուրիշից։ Սերը այդպիսին է։ Երբ դու սիրով ես լցված, ճշմարիտ սիրով, դու ուզում ես տալ, դու ուզում ես հոգալ, դու ուզում ես ուշադիր լինել մարդկանց հանդեպ, շատ բան դու կուլ ես տալիս, ամեն։ Հիսուսը այդպիսինն էր։ Ամեն սիրելիներս։ Ու նա ասում է, այսօր իր պատվիրանը այսպես բարձր հնչում է, սիրեք իրար, սիրեք միմյանց, ինչպես ես ձեզ սիրեցի, որպեսզի ես կարողանամ ու ես հասկացա,
ես ոչ թե ավտոմատ ձևով պիտի սիրեմ, չեմ էլ կարող, ես պիտի սովորեմ սիրել։ Գիտեք, երբ դու սիրված ես, դու քեզ լավ ես զգում։ Դու քեզ զգում ես ամբողջական, լիարժեք, դու այնքան քաջ ես, դու այնքան լավն ես, հասկանում եք, շատերը այս աշխարհում այն պատճառով, որ սիրված չեն, ջղայն են, բարկացող են, նախանձող են, կծող են, ատող են, որտև սիրո բացակայությունը բերում է այդպիսի երևույթներ, բայց սերը միշտ երևում է, ու տեսեք, Հիսուսը ասում է, ինչպես ես ձեզ սիրեցի, որ դուք էլ իրար սիրեք, հետաքրքիր է, չէ, մի հատ մտածենք եկեք, խորենք, Հիսուսը ոնց սիրեց, Հիսուս ոնց ես սիրեմ, ինձ մոտ շատ անգամ եղել է, որ ես ասել եմ, Տեր, ամենասկզբից, ես ուզում եմ քեզ նման սիրել, ու գիտեք ինչ, ու Աստված իմ առաջ բերել է, նենց բարդ մարդկանց, ումից ես ուզում եմ փախնել, Աստված այնպիսի մարդկանց էր բերել, որ այդքան հարգանքով ինձ հետ չեն վարվում, ու Աստված ասել է, սերը սովորում է, սիրել սովորում է, սերը ինչ-որ մի բան չէ, որ վերցրեցիր ու քո մոտ ստացվեց, ոչ, դու սովորում ես սիրել, ու ոնց ես սովորում ես քո Տիրոջից, քո հեղինակությունից, իմ կյանքի ամեն դժվար իրավիճակներում, եթե դուք մտածեք ես աղջիկը, ոնց է այսպես հաղթական ձևով գնում, ես ինքս ինձանով շատ ամաչկոտ աղջիկ եմ եղել, ու ինչպես աղջիկներ էլ զգայուն, խոցվող, գիտեք ինձ ինչ է օգնել ուժեղ լինել, ու միջև հիմա էլ օգնում է, միշտ Հիսուսին նայելը, ու Հիսուսը մեզ շատ մոտիկ է, Հիսուսը իր սիրո մեջ աչառություն չի դնում, նա չի ասում, ես ես մեկին սիրում եմ, են մյուսին ոչ, ես առաջ, որ մեկին սիրում եմ, մյուսին ոչ, մտածում է Աստված էլ այդպես, որտև հեշտ է սիրել նրան, ով որ լավ է, հասկացող է, իրան կրթված է պահում, կուլտուրական է, ավել պակաս չի խոսում, չէ հեշտ է, հաճելի է, բայց բոլորը այդպիսինը չէ, ու այնքան մարդիկ կան, որ լքված են, կոտրված են, կորսված են, վիրավորված են, խոցված են, աշխարհը լիքն է այդպիսի մարդկանցով, ու բոլորը Հիսուսի կարիք ունեն, եւ ով պիտի Հիսուսի մասին իրենց պատմի, նա, ով որ Հիսուսին ճանաչում է, եթե մարդը կրոնավոր է, ինքը չի կարող ուրիշին օգնել բարձրանալ, կրոնավոր մարդը հաճախակի դատապարտում է, ու մենք կարող ենք տեսնել փարիսեցիները, սադուկեցիները, նրանք անդադ կպնում էին Հիսուսին, Հիսուսի գործերը անդադ քննադատում էին, մի անգամ Հիսուսին մաքսավոր կանչել է իր մոտ, ուղղակի մի հատ պատիվ տա, ու ես հավատում եմ ոչ թե որ ուղղակի մի հատ սեղան դնի, այլ մեղավորները ամեն բան անում են, որպեսզի Հիսուսին հրավիրեն իրանց մոտ ու լսեն Հիսուսին, գիտեք, որովհետև Հիսուսի ներկայության մեջ մեղավորը ոչ թե իրան մեղավոր էր զգում, այլ շատ արժեքավոր էր զգում, շատ կարևոր էր զգում, ամեն, հաճախակի երբ մենք մեր սրտի մեջ ինչ-որ մեկին անարգում ենք, այդ մեկը մեր ներկայության մեջ իրան հենց այդպես էլ զգում է, անարգված, ցածրացած, արժեքազրկված, բայց երբ դու ինչ-որ մեկին գնահատում ես ու սիրում ես, դա ինքը քո ներկայության մեջ այնքան լավ է իրան զգում, խոսել էլ պետք չէ, որովհետև այդ սերը ինքը անտեսանելի ձևով երևում է, ամեն, ու երբ Հիսուսին կանչել են, եկել են մեղավորները, անարակները, մաքսավորները, մեղավորները, Հիսուսի շուրջ, ու իրանք չեն եկել, որպեսզի ուղղակի ցույց տան, թե ինչքան իրանք ուժեղ մեղավոր են, չէ, իրանք Հիսուսի ներկայության մեջ, առանց Հիսուսի ասելը զգում են, որ մեղավոր են, դուք նկատել եք, որ
Հիսուսը չէր ասում դու մեղավոր ես, դու պիտի ապաշխարես, թե չէ դժոխքը կգնաս ոչ։ Հիսուսը խոսում էր մարդու արժեքի մասին, կարևորության մասին։ Ամեն։ Ու մի անգամ փարիսեցիները այսպես քննադատեցին Տեր Հիսուսին, ասեցին, եթե դու մարգարե լինեիր, դու կիմանայիր ինչ մարդկանց հետ ես, սրանք մեղավոր, կեղտոտ մարդիկ են։ Բայց Հիսուսը գիտեր, որ իրանք մեղավոր են։ Բայց ինքը չի եկել իրանց մեղավոր լինելու համար, ինքը եկել է, որտեղ ինքը սիրում էր այդ մարդկանց։ Դրա համար ինքը ասեց, ես չեմ եկել արդարների համար, ես եկել եմ մեղավորների համար։ Ես եկել եմ մեղավոր մարդկանց համար։ Ու մեզանից ոչ մեկը թող չմտածի, որ ինքը այնքան լավն էր, որ Աստված իրան գտավ, փրկեց, բարձրացրեց, ոչ։ Մենք բոլորս կարիք ունենք Հիսուսի։ Ամեն։ Ինչպես սիրեց Հիսուսը, ինչպես նա սիրեց։ Գիտեք, այստեղ Հովհաննեսի ավետարանի առաջի 13-րդ գլխում առաջի համարում այստեղ գրված է, որ Զատիկի վերջի այդ տոնի առաջ իմանալով, որ եկել է իր ժամանակ այս աշխարհից անցնել հոր մոտ, ցույց տվեց գործով, որ սիրեց իրեններին, որ ապրում են այս աշխարհի մեջ եւ մինչեւ վերջ սիրեց։ Ասա մինչեւ վերջ։ Դու պատկերացնում ես ինչա նշանակում մինչեւ վերջ։ Դա նշանակում է, որ ինքը գիտեր, որ Պետրոսը կուրանա, բայց իր ներսում կար սերը մինչև վերջ։ Ինքը գիտեր, որ Իհուդան կդավաճանի, բայց իր ներսում կար սեր Հուդայի հանդեպ։ Դուք պատկերացնում եք այդպիսի մի սեր, որ այդ երեկոն Հիսուսը բոլոր աշակերտները ոտքերը լված, ինքը գիտեր Հուդան պիտի դավաճանի, բայց Հիսուսի սիրտը չի չարացել Հուդայի հանդեպ։ Հիսուսի սիրտը ցավում էր Հուդայի համար։ Նա ոչ թե Հուդայի մոտով անտարբեր անցավ, ասես դե դու արդեն պիտանի չես, դու կորած ես, ոչ։ Նա խոնարհվեց Հուդայի ոտքերը լված։ Դրանով ցույց տալով, որ Հուդա, ես սիրում եմ քեզ։ Սիրել նշանակում է ընդունել, արժեքավորել, հարգել, չանարգել, չատել։ Ամեն։ Ու ես մտածում եմ, ինչ էր այդ պահին մտածում Հիսուսը, կամ ինչու ինքը այդ պահին Հուդայի ոտքերը լված։ Գիտեք, ես պատկերացրեցի, որ գալու է վերջի դատը, Հուդան էլ այնտեղ կանգնելու ու պատասխան տալու։ Ու որպեսզի Հուդան չմեղադրի Հիսուսին, որ դու գիտեիր, որ ես ով եմ, բայց դու վերջի պահին ինձ մի հատ շանս էլ չտվեցիր, որ ես փրկվեմ։ Հիսուսը մինչև վերջ շանս տվեց Հուդային։ Ինչքանով մենք տալիս ենք իրար շանս փոխվելու, վերականգնվելու։ Երբեմն քրիստոնյաները լինում են այնքան խիստ մեկը մյուսի հանդեպ։ Կարծես դատավորներ են, ոչ թե եղբայրներ կամ քույրեր։ Ես հաճախակի, երբ այդ բանը նկատում եմ, ասում եմ ստոպ քույրիկ, ստոպ եղբայր, հիշիր դու դատավոր չես։ Հիսուսն է դատավոր, միակ դատավորը կա, միակ մենակ նա է օրենսդիրը եւ միակ նա է դատավորը։ Ու նա չի դատապարտում այսօր ոչ մեկի, որտեղ գրված է Հովհաննեսի 3:17, որ Աստծո որդին չեկավ դատապարտելու, չեկավ այսպես պորտը տեղը դնելու, ինքը եկավ փրկելու, ապրեցնելու։ Դա է նպատակը Հիսուսի։ Ու այսօր, որ մենք այստեղ ենք, որ մենք ճանաչում ենք Հիսուսին, մենք կարող ենք, չէ, այսպես գնահատել ու ասել Տեր, այնքան շնորհակալ եմ այն ամենի համար, ինչ որ դու ինձ համար արել ես։ Մենք գնահատում ենք, չէ։ Հիմա պատկերացրեք, Հիսուսը ուզում է, որ իր ընտանիքում, իր ընտանիքի մեջ, իր սերը որդիների մեջ, եղբայրների եղբայրների մեջ ավելի աճի, ավելի հասունանա։ Հասկանում եք, որ Աստծո ընտանիքի մեջ չլինի դժգոհություն մեկը մյուսի հանդեպ, չլինի նախած, չլինի ատելություն, չլինի մրցակցություն, չլինի բամբասանք, որովհետև որտեղ կա սերը, այդ ամենը բացակայում է, որտեղ սիրող մարդը երբեք չի ուզենա իր սիրեցյալի մասին բամբասել, երբեք չի ուզենա։ Սա շատ կարևոր է։ Սերը
օգնում է մեզ Հիսուսի նման լինել այս աշխարհում։ Եվ տեսեք 35 համարը Հովհաննեսի 13-րդ գլխի ինչ ասում։ Սրանով կգիտենան ամենքը, թե դուք իմ աշակերտներն եք, եթե սերը ունենաք մեկը մյուսի հանդեպ։ Հիմա դուք ինձ ասեք, դուք նկատում եք, որ երբ ամուսինների միջև կա սեր, երբ ընտանիքներում կա սեր, նկատում եք, դու գնում ես քո բարեկամի տուն ու տեսնում ես համերաշխություն, ժպիտ, ուրախություն, որ բարեկամները ուրիշների մասին չեն դժգոհում, չեն խոսում, չգիտեմ, այնքան լավ ես քեզ այնտեղ զգում։ Տեսնում ես, չէ՞։ Պարզում է, որ սերը, որի մասին Հիսուսը խոսում է, երևում է, կարելի է տեսնել։ Երբ մարդիկ իրար սիրում են, տեսնում են, մարդիկ տեսնում են։ Ամեն։ Անգամ նրանք, ովքեր տանը կենդանիներ են պահում, կատու են պահում, շուն են պահում, դուք նկատել եք, որ մի հատ շոյում ես, ոնց է ինքը իրան լավ զգում։ Կատուն կատու լինելով, շունը շուն լինելով, մի հատ այսպես շոյում ես, ոնց է ինքը իրան, եթե սովորական կատուն իրան այդքան լավ է զգում։ Մենք Աստծո նման ստեղծված էակներ, Քրիստոսի արյունով գնված, ինչու ենք մենք թույլ տալիս, որ սատանան փակի մեր սրտերը մեկը մյուսի հանդեպ, ոչ թե բացի, սիրողը երբեք ոչ մի բան չի կորցնում, որովհետև նա տվող է։ Հիսուսը, որ իր կյանքը տվեց, դա չի նշանակում, որ Հիսուսը այնքան միամիտ էր, որ մահացավ, ոչ։ Նա հեռուն էր նայում, նա մահացավ ու իր հնազանդության պատճառով Հայրը իրան հարություն տվեց ու սատանան պարտվեց։ Իր հարության պատճառով այսօր դու ես հարություն արել։ Իր հարության պատճառով այսօր դու հույս ունես։ Ամեն։ Ու Աստված ուզում է, որ մեր մեջ սերը երևա, ոչ թե ձևական սեր։ Հա, մենք որ ասես, վայ քաղցրս, վայ ջիգեր ես, վայ այսպես, վայ ամպես, բայց քո ներսում ոչ քաղցրություն լինի, ոչ էլ ինչ-որ այդպիսի մի ջերմություն, ոչ։ Աստված ուզում է, որ մենք լինենք իսկական, նստայայշի, իսկական, որ եթե դու զգում ես քո սրտիդ մեջ խռովություն ինչ-որ պատճառով, գնաս Հիսուսի մոտ ու ասես Հիսուս, ես խռովեցի, այո, այս բանը ինձ վիրավորեց, բայց ես չեմ ուզում դրա մեջ մնալ, ես ուզում եմ լինել ազատ, մի հատ ինձ սովորեցրու, էլի ոնց ես դու արել, որ մարդիկ քեզ հետ այդպես վարվել են, դու դիմացել ես, գիտեք Հիսուսը ինչ կպատասխանի, կասի, շատ բաներ ինձ էլ են վիրավորել, բայց ես թույլ չեմ տվել, որ վիրավորանքը մտնի իմ սրտիս մեջ, ես թույլ չեմ տվել, որ վիրավորանքը ինձ դառնացնի, դրա համար ես ամեն օր ժամանակ է վերցնում ու առանձնանում է Աստծո հետ, ոչ թե հեռախոսի հետ, այլ հոր հետ, որտև եթե ես իմ հոր հետ չհանդիպի, ես չի կարող դիմադրել մարդկանց ոչ adekvat վերաբերմունքին։ Ամեն։ Հիսուսը սնվում էր հոր սիրով։ Ու ես պատկերացնում եմ, որ երբ Հիսուսը գալիս էր ու ասում էր Հայր, այո, ես եկել եմ սիրուց ելնելով, բայց իրականում էս ինչ չարություն կա մարդկանց մեջ։ Իրականում էս ինչքան ատելությամբ են լցված մարդիկ։ Էս ինչ փչացնող հատկություն է, փչացնող բան է, հատկություն է գործում մեղքը մարդկանց մեջ։ Տեր, քո արարչությունը, էս ինչին է հասել։ Ես չեմ պատկերացրել, որ այս չափի ապականված է մարդկությունը։ Ու Հայրը պատկերացնում եմ ասում էր, որդիս, մեր սերը բավական է, որ իրանց գտնենք, փրկենք, վերականգնենք, բժշկենք, ապրեցնենք, շարունակիր, ես քեզ հետ եմ։ Այսօր, այն ժամանակ Հայրը Հիսուսի հետ էր, Սուրբ Հոգին Հիսուսի հետ էր, Հիսուս առանց Սուրբ Հոգու չէր կարող դիմադրել այն տառապանքներին, այն տանջանքներին։ Երբ մենք նայում ենք Քրիստոսի չարչարանքներ ֆիլմը, դժվար է նայել, բայց դա այդպես է։ Ու պատմաբանները ասում են, որ մկանները այսպես պոկում էին, ու անգամ ներքին օրգաններն են երևում։ Արյան անոթները
Արյունը մենք մի փուշը ծակում արյունա գնում, բայց պատկերացրեք ինչ էր կատարում Հիսուսի մարմնի հետ, բայց այդ բոլոր տառապանքի մեջ անտանելի, նա մի բան գիտեր, իր հայացքը ուղղված էր դեպի հորը, որ հոր կամքը կատարի, ինչքանով այսօր դու պատրաստ ես հոր կամքը կատարել, անկախ հանգամանքից, անկախ նրանից մարդիկ ես ոնց են նայում, ինչպես են նայում, ինձ երբեմն, որ ուրիշ եկեղեցուց քրիստոնյան գալիս է մեր եկեղեցի, վաղուց չեն գալիս, բայց սկզբից տենց գալիս են, ասում եմ, ուզում եմ գալ քո եկեղեցի, ձեր եկեղեցի, ասում եմ, բայց ինչու ես ուզում գալ, ես նեղացել եմ իմ հովիվից, ինքը սենց է նենց է ու գնաց, ասեցի գիտես ինչ, դու չես կարող մեր եկեղեցում մնալ, մինչև դու չգնաս, քո հովիվի հետ չհաշտվես, քո հովիվից ներողություն չխնդրես, մինչև հովիվը քեզ չօրհնի, դու չես կարող գալ այս եկեղեցի, ու ես մտածում եմ, մեր եկեղեցում պետք չէ մեկը վիրավորանքով որ գա, մենք աշխատում ենք մարդկանց վիրավորանքից հանել, մեկն էլ վիրավորանքով գալիս է նստում, որտև այդ մարդը, որը այս եկեղեցու հովիվից է նեղացել, որտեղ էլ որ ինքը գնա, ինքը միշտ հովիվներից նեղանալու է, կամ ինչ որ եղբորից կամ քրոջից, որովհետև նեղացկոտությունը իր մեջ է, ինքը պետք է ավելի հեշտ տարբերակ կա, նեղացկոտությունը արմատները հոպ հանել, թույլ տալ, որ Աստված հանի, ու դու կլինես երջանիկ ամենտեղ, որտեղ դու կաց, ամեն, ու որտեղ դու գնում ես, դու ես մարդկանց երջանկացնում, ոչ թե ստիպում հովիվը սենց պիտի լինի, ավակը սենց պիտի լինի, բոլորը սենց պիտի լինեն, ոչ, ամեն, մենք Աստծո ընտանիքն ենք, սիրելիներս, ու տեսեք ինչ ասում Հիսուսը, սրանով կճանաչեն, որ դուք իմ աշակերտներն եք, որ իրար սիրեք, ով պիտի ճանաչի, ամենքը ասում է, ամենքը որտեղ է, աշխարհում է, այսինքն ես այսպես եմ տեսնում, եթե ես իմ հարաբերության մեջ, ես ետևում եմ սիրո, Աստծո խոսքերին, սիրո հոգով եմ շարժվում, աշխարհը տեսնում է, աշխարհը տեսնում ու ասում է, ես ինչ հետաքրքիր է եկեղեցի է, այս կյանքի խոսքը, ես ոնց են մեկը մյուսի համար կանգնած, ոնց են թասիբով մեկը մյուսի հանդեպ, եթե ինչ-որ մեկը իրանց մասին բան ասի, նենց են կանգնում, ասում են, չէ, իմ հովիվը ամենալավն է, մեր եկեղեցու անդամները ամենալավն է, հասկանում եք, ոչ թե մենք նրանց թելն ենք թելում, այլ մենք ասում ենք, որ ամեն մեկը ինձ շատ անգամ եղել է, մեկը գալիս ասում է, դու գիտես քո եկեղեցու անդամը սենց է, նենց է, ասեցի Աստված էլ գիտի, բայց ինքը գալիս է, որպեսզի ես իրան օգնեմ, որ ինքը այդպիսինը չլինի, ինքը չի գալիս, որ ես իրան կանգնացնեմ ու ասեմ, դու սենց ես, կամ որ մանկապարտեզում չէ մատ են թափ տալիս, այ, չէ, Աստված մեզ այդպես չի խոսում, Աստված սիրում է մեզ, սիրում է, ու դու պետք է իմանաս, ինչպիսին է Աստծո հոգին սիրո, դա զգացմունք չէ, դա Աստծո ներկայությունն է, դա Աստծո հեղինակությունն է, ամեն, մենք ուզում ենք, չէ, որ օրինակ այս քաղաքը, մեր բարեկամները ճանաչեն, որ Հիսուսը իրական է, մեր բարեկամներից էլ շատերը ափսոս դեռ ապաշխարած չեն, ես ասում եմ դեռ, որովհետև մենք հաղորդում ենք իրանց համար, ճիշտ է, որ իրանք ապաշխարեն, ու շատ անգամ իրանք կարող է մեզ կծեն, իրանք կարող է մեզ վիրավորեն, ինձ օրինակ ասել, դու ում ես պետք, խելքը տվել ես այդ հավատքին, վիրավորական է, չէ, որ քո բարեկամը քեզ ասում է, հա ես վիրավորվել եմ, անկեղծ եմ ասում, բայց ես ասել եմ Հիսուս օգնիր, որ ես հաղթահարեմ, հիմա շատ եմ առաջ գնացել, հիմա այնպես սիրով եմ շրջապատում իմ բարեկամներին, այնպիսի ուշադրությամբ, այնպիսի նվերներով, ու գիտեք, չէ, նվերը ճանապարհ է պատրաստում դեպի սիրտը, որտև Աստված ինձ ասել է, դու պիտի առաջի քայլ անես, նեղած կոտը ոնց ասում, ոնց, ես վիրավորել եմ, ես էլ առաջի քայլ անեմ, ասեց, այո, դու ասում եմ, ինչ միշտ ես, այդ ինչ որ լինի միշտ ես պիտի առաջին անեմ, Աստված ասեց, այո, եթե դու ինձ սիրում ես, դու պիտի առաջի քայլ անես, որտև ես եմ առաջի քայլ արել, հետո դու լույսի մեջ ես, նրանք դեռ խավարի մեջ են, ով որ լույսի մեջ է, տեսնում է,
Առաջի Հովանես ուղերձում ասում է, ով որ եղբորը սիրում է, լույսի մեջ է։ Բայց ով որ չի սիրում, խավարի մեջ է, ման գալիս ու մտածում է լույսի մեջ է։ Հասկանում եք, չէ՞։ Դրա համար երբեմն գնում ենք խավարի մեջ, մի հատ խփում ենք մեր ճակատին, հետո ասում ենք, վայ, ինչու սենց եղավ, որտեղ խավարի մեջ ես, սկսի սիրել։ Ամեն։ Այս բաները շատ կարևոր են։ Ու Աստված ինձ ասեց, դու իմն ես, իրանք դեռ ճանապարհին են, իրանք շատ բան չեն հասկանում, հասկացողը դու ես։ Դուք հասկանում եք, չէ՞ Աստված ոնց է խոսում։ Աստված ինձ էս չխոսեց, Աստված սկսեց բացատրել, հանդիմանել, սովորեցնել։ Ասեց, դու իմ խոսքը գիտես, իմ ճշմարտությունը։ Երբ դու խոսքը գիտես, դու ունես պատասխանատվություն առաջի քայլը անելու։ Ու ես որոշեցի ամեն բանում լսել Աստծուն։ Ու գիտեք, ժողովուրդ ջան, ամենալավը մեր կյանքում լսել Աստծուն։ Ամենալավը Աստծո պատվիրանը կպահել։ Դա ինձ լավը, որտեվ ինչքան ես ինձ խոնարեցնում եմ, կարող է իմ բարեկամը ինձ հետ կոպիտ է խոսում, իմ ներսում արդեն ալիքներ չկան, փոթորիկ չկա, ես չեմ վիրավորվում։ Ներս ասում եմ, Տեր, ինչ լավ է, որ այդ հինը մեռել է։ Ինչպես ես կարողացա դա անել։ Հիսուսին նայելով, Հիսուսից սովորելով։ Ու երբ Հիսուսը ինձ ասում է, մարդիկ ինչքան թանկ են իր համար, դա մտնում է իմ սրտիս մեջ։ Ու ես ասում եմ, Տեր, եթե մեկը քեզ համար թանկ է, ուրեմն ինձ համար պիտի թանկ լինի։ Ու ես չեմ կարող քո թանկին վիրավորել։ Ամեն։ Դու կարող եք հիմա շատ նուրբ քնքուշ նայել մեկը մյուսին, սիրով լցված, ուղղակի Հիսուսի աչքերով նայեք ու տեսեք, որ այդ մարդու մեջ Հիսուսն է ապրում։ Ու այդ մարդու համար Հիսուսը կյանք է տվել։ Հիսուսը մեզ սովորեցնում է, որ մենք իր աչքերով, ոչ թե մեր աչքերով, սենց, մեկ սենց ենք նայում, չէ՞։ Դժգոհ, չէ։ Ես ավետարանը կարդալով ես տեսնում եմ, որ ամեն մի մեղավորը, որ նայում էր Հիսուսի աչքերին, ինքը ազատագրում էր վերապրում, որովհետև այդ աչքերը արտացոլում էին սեր։ Այդ աչքերի մեջ չկար անարգանք, չկար դատապարտություն, այնտեղ կար ընդունելություն։ Կարծես Հիսուսը ասում էր, վերջապես իմ աղջիկս, իմ տղաս եկան ինձ մոտ։ Վերջապես։ Սիրելիներս, եկեք մենք սովորենք սիրել։ Ամեն։ Երբ մենք շատ ջանք անում ենք, որպեսզի աշխարհիկներին վկայենք Հիսուսի մասին։ Ու հետո մենք ինքներս մեր ջանքը ջուրն ենք գցում։ Մեր մասին, ձեր մասին չեմ ասում, ուղղակի քրիստոնյաների մասին։ Երբեմն որ չար բաներ ենք խոսում մեկը մյուսի մասին, ու մեր աշխարհիկ հարևանը լսում է, կամ մենք մեր ընտանիքում մի կծու բան ենք խոսում հովիվի մասին կամ ավակների մասին, այս ինչ բաներ ասեց, այս ինչ բան արեց։ Ես ուղղակի ուզում եմ Աստծո սիրո զգուշացնել ձեզ։ Թույլ մի տվեք ձեր ընտանիքում, ձեր երեխաները, ձեր բերանից լսեն ինչ որ մի անարգալից խոսք եկեղեցու ավակների մասին։ Գիտեք ինչու։ Դա շատ վտանգավոր է ձեզ համար։ Դա պտտվելու է ձեր դեմ։ Դուք ավակների մասին, եկեղեցու մասին վատ խոսելով, դուք արժեքազրկում եք Աստծուն ձեր երեխաների աչքերի մեջ։ Իրանք չեն ուզենա գան այս եկեղեցի։ Ես մի անգամ մեր հոր Կարենի տղային ասեցի, Հովսեփ ջան, ինքը փոքր էր տենց, դե որ ծնվել է, ես այդ ամեն ինչին ոնց որ վկա եմ եղել։ Ու ինձ համար շատ կարևոր է երեխեքը, որ ծնվում են եկեղեցում, փոքրերի հետ հարաբերություն ստեղծել, որ իրանք իմանան, որ ես ոչ թե մենակ ծնողների հովիվն եմ, իրանց հովիվն եմ, իրանց ընկերն եմ։ Ու մի անգամ նենց ասի Հովսեփ ջան, նենց շնորհակալ եմ քեզանից քո լավ վերաբերմունքի հանդեպ, որտեղ ամեն անգամ ինքը ինձ որ տեսնում է գրկում է, համբիրում, ասել վայ Հովրիտա ջան, սենց։ Ու գիտեք ինչ պատասխանեց ինձ, ինքը դեռ պատանի էր։ Ասեց դուք շնորհակալություն հայտնեք իմ ծնողներին։ Ու դրա ետևում, իր խոսքերի ետևում ես տեսա ծնողների աշխատանքը, որ իրանք հովիվի հեղինակությունը բարձրացնում են, եկեղեցին արժեքավորում են,
չեն արժեքազրկում, ասում են մեր եկեղեցին, ու միջև հիմա այդ երիտասարդը գալիս է, ծառայում է, էլի լավ իմ հանդեպ վերաբերվում է, ինչպես էլ բոլորի հանդեպ, որովհետև մենք մեր եկեղեցում թույլ չենք տալիս բացասական խոսք մեկը մյուսի հանդեպ։ Ոչ թե մենակ ես, մենք բոլորին սովորեցնում ենք, եթե մեկը մեկից դժգոհում է, հասկանում եք, ասա իրանից ես դժգոհում, գնա իրան ասա։ Ամեն մենք պետք է մեր բարոյական ստանդարտը պահենք, ժողովուրդ ջան, որտեղ մեր Աստված բարոյական Աստված է։ Ու եթե ես սիրում եմ, ես չեմ կարող իմ եղբորի քրոջ հանդեպ ինչքան էլ ծուռ բաներ ես տեսնեմ, ինչքան էլ իրականում սխալ լինի։ Ինձ երբեմն ասում են, բա որ ինքը սխալ է, բա որ ինքը ճիշտ չի, բա որ ինքը սենց, բա որ ինքն էս, բա որ ինքը սենց։ Հա, 1000 անգամ թող տենց լինի։ Ինձ համար կարևորը որ ինքը Աստծուն է պատկանում։ Որովհետև եթե Աստված իրան չի անարգում, ինչու ես պիտի անարգեմ։ Եթե Աստված իրան սիրում է, ինչու ես պիտի չի սիրեմ։ Ես ով եմ, որ ես ասեմ, եթե ես մեկին չեմ սիրում, ում Աստված սիրում է, ուրեմն ես ինձ բարձր եմ դնում, քան Աստված։ Հասկանում եք, դա հպարտություն է կոչվում։ Ու մի նուրբ բան էլ ասեմ, որ դժվար է սիրել այն ժամանակ, երբ քո սիրտդ վիրավորված է։ Քո սիրտդ վիրավորված է։ Ինչ որ կարող է հարաբերությունների մեջ նվիրված ես եղել, փոխադարձ չես ստացել, քեզ չեն հասկացել, ամեն ինչը լինում է, ընտանիքում լինում է, դրսում լինում է, բայց եկեք մենք որոշենք, սիրելիներ, որ մենք թույլ չենք տա, որ մարդկանց սխալ վերաբերմունքը խանգարեն մեզ Աստծո հետ լինել միաբան, Աստծո հետ շարժվել առաջ ու շարունակել սիրել մարդկանց։ Որոշումը ձևավորում է մեր կյանքը։ Երբ դու քո մեջ որոշես, այդ որոշումը քեզ միշտ օգնելու է, պահելու է։ Ու որտեղ ես դու որոշում այստեղ։ Պետրոսը իր առաջի ուղերձում ասում է եղբայրներ, ձեր մտքի մեջքը գոտիով ձգեք։ Թույլ մի տվեք ձեր միտքը այսպես թափարի, այստեղ, այնտեղ, ցրված լինի, ձգեք։ Ինչ է նշանակում։ Կառավարեք ձեր միտքը։ Կառավարեք, թույլ մի տվեք, որ թռչունները գան այստեղ բուն դնեն եւ իրան զզվելի հոտը տարածեն։ Հասկանում եք, երբ սատանան թռչում է, ուզում է քո սիրտը տրամադրի մեկի հանդեպ, քշի, ասա սատանա գնա։ Հիմա եկեք մի քիչ նայենք առաջի Կորինթացիս 13-րդ գլխից։ Ուրեմն առաջի Կորինթացիս ուղերձը 13-րդ գլուխը մենք գիտենք, որ դա մենք ասում ենք սիրո գլուխը։ Եբրայեցիս 11-ը հավատքի գլուխն է, Կորինթացիս 13-րդ գլուխը սիրո գլուխն է։ Դրա համար եթե դուք ուզում եք սիրով լիցքավորվել, բացեք ու կարդացեք։ Ամեն օր կարդացեք։ Ամեն օր կարդացեք, ամեն Կարդացեք նաև Հովհաննեսի առաջի գլուխը։ Ու մինչև որ ես տեղ անցնեմ, այս բանը չմոռանամ ասեմ ձեզ, որ օրինակ Ղուկասի 9-րդ գլխում մի պատմություն կա, ինչպես Հիսուս աշակերտների հետ Սամարիայի գյուղերի մեկով պիտի անցնեին, միջով պիտի անցնեին։ Հակոբոսը Հովհաննեսը եղբայրները գնացին, որ ճանապարհ պատրաստեն, այդ սամարեցիներն ասել են, չէ, ձեզ համար ճանապարհը փակ է։ Ուրեմն Հովհաննեսը եւ Հակոբոսը գալիս են եւ ջղայնացած, բորբոքված։ Իրանք այնպես բարկացող են, որ Հիսուս իրանց անունը դրել է որոտնունքի որդիկ, սնի գրոմովը, մի բան լինում է պայթում են, պատկերացնում եք, ու եկել են Հիսուս մոտ ու ասում են, Հիսուս, դու մեզ մի հատ թույլ կտաս, մենք մի հատ աղոտ կանենք, մի հատ երկնքից կրակը իջնի նրանց սատկացնի։ Տենց էլ գրված ավետարանի մեջ։ Կարող է երբեմն մենք մեզ ճանաչեցինք, չէ, այս բանի մեջ։ Երբեմն տենց է լինում։ Այս մարդիկ իրավունք չունեն ապրելու երկրի վրա, ինչու Աստված չի տեսնում, ջնջի իրանց այս երկրի վրայից։ Հիսուսը կանգնեց ու ասեց. զգուշ եղեք, դուք չգիտեք դուք որ հոգուց եք, դուք չգիտեք, որտեվ մարդու որդին եկավ ոչ թե կործանելու, այլ փրկելու, այլ որոնելու եւ ապրեցնելու։ Իսկ ինչ լավ բան է ասում Հիսուսը, չէ՞։
որոնելու եւ ապրեցնելու, ոչ թե կործանելու։ Սա մեր Տեր Հիսուսի դրոշն է, ոչ թե կործանելու, ապրեցնելու, ոչ թե դատապարտելու, արդարացնելու, ոչ թե նախատելու, այլ ոգևորելու, ոչ թե ատելու, այլ սիրելու։ Հիսուսը դրա համար է եկել, ժողովուրդ ջան։ Ու ինչ ասեմ ձեզ Հովանեսի մասին, որոտնունքի որդին 3 տարի Հիսուսի ձեռի տակ դաստիարակվեց, սովորեց, ինչպես է տեսավ Հիսուսը ոնց է մարդկանց հետ վարվում եւ դարավ սիրո առաքյալ։ Դուք տեսնում եք ինչ կարող է անել Հիսուսի ներկայությունը։ Ամեն, ամեն ժողովուրդ ջան։ Հիսուսին, այո, Հիսուսին եկեք մենք ուղղակի օրհնենք մեր ծափահարությունները։ Եթե ինչ-որ մեկը մտածում է, ախր ես չգիտեմ ինչ բան է սերը, ախր ես չգիտեմ ոնց սիրեմ։ Հիսուսի հետ մոտիկ եղեր։ Գցի քեզ Հիսուսի գիրկը, այն ժամանակ կսովորես սիրել։ Ամեն, որոտնինքի որդին դարավ սիրո առաքյալը։ Հիմա եկեք մենք նայենք 13-րդ գլխից մի քանի համարներ կարդանք։ Ոնց եք, լավ եք, չէ՞ դուք։ Ես էլ եմ շատ լավ։ Որտեվ զգում եմ Աստծո ներկայությունը այս վայրում։ Զգում եմ ոնց է Սուրբ Հոգին այսպես նուրբ ձևով ձեր սրտերի հետ աշխատում։ Ու ձեզ հետ ձեզանից ոչ մեկը չի կարող Աստծո երեսից թաքնվի։ Ոչ մեկը։ Ու ոչ մեկն էլ մեզանից չի կարող արդարանալ նրա առաջ։ Ամեն։ Մենք պետք է այսօր հանձնվենք ու ասենք Տեր թող քո կամքը լինի, ոչ թե իմ կամքը։ Ամեն։ Հիմա տեսեք ինչա գրված Սուրբ գրքում, առաջի համարից եմ կարդում, ասում է, եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունեմ, ես եղա ձայն հանող պղինձ կամ հնչեցող ծնծղա։ Հոգևոր պարգևի մասին է խոսում։ Մենք բոլորս մտածում ենք, չէ, հենց կուզենամ հոգևոր պարգևներ, մարգարյանամ, հավատքով, սենց անեն, հենց լինի։ Ասում է, պարգևները լավ են, բայց դրդապատճառը պիտի լինի սերը։ Ամեն։ Հետո ասում է, եւ եթե մարգարություն ունենամ, եւ գիտենամ ամեն խորհուրդները եւ ամեն գիտությունը, եւ եթե ամեն հավատք ունենամ մինչեւ սարերն էլ տեղափոխելու, բայց սեր չունեմ, ոչինչ եմ։ Եվ եթե իմ ամեն ապրանքները աղքատներին ուտեցնեմ եւ իմ մարմինը մատնեմ, որ այրվի, բայց սեր չունեմ, ես ոչինչ օգուտ չեմ ունենա։ Դուք պատկերացնում եք ինչ համեմատություն։ Հոգևոր պարգևները լավ է, բայց պարգևները պիտի գործեն սիրուց ելնելով։ Ամեն։ Եթե այնտեղ սեր չկա, եթե մեկը ուզում է ցույց տա, որ ինքը մարգարյանում է ու դրանով մարդկանց շփոթեցնում է, նշանակում է այդ գործողության մեջ սեր չկա, որովհետև սերը մարդկանց կյանքերը նորոգում է, շինում է, բարձրացնում է, օգնում է։ Մարդիկ Աստծո սիրո ներկայությունից իրանք այնքան լիարժեք են զգում, ոչ թե դատապարտություն են զգում, ոչ թե խառնվում են իրար։ Հետո տեսեք 4-րդ համարից Պողոս առաքյալը նկարագրում է աստվածային սիրո տեսակ, ասում է սերը երկայնամիտ է։ Երկայնամիտ նշանակում է երկար համբերում է։ Շատ երկար։ Ուրեմն երբ մենք ասում ենք համբերություն էլ չունեմ, համբերություն ես պրծավ, մենք քրիստոնյաներս, որ վերստին ծնված ենք, դրանով մենք ուզում ենք ոնց բոլորին ցույց տալ հոգևոր աշխարհին, ես Աստծո սիրո հետ կապ չունեմ։ Բայց երբ մենք Աստծո սիրով ենք լցված, մարդը կարող է մի քանի անգամ նույն սխալ բաները անի, բայց դու ասես, Աստված ո՞նց է նայում։ Դե մարդ է էլի։ Մարդը 103 Սաղմոսում հիշում եք ինչ է գրված։ Աստված մեզ հետ չի վարվում։ Մեր անօրենությունների համեմատ, այլ իր մեծ ողորմության համեմատ, որովհետև գիտի մեր կազմվածքը, որ մենք հող ենք։ Ամեն։ Սիրելիներ, դուք հասկանում եք, Տիրոջ հոգին ինչ է ուզում ասած լինի։ Դրա համար, երբ դու Աստծո սիրով լցված ես, այն ժամանակ դու համբերատար ես։ Գրված է, սերը քաղցր է, դառը չի, կծու չի, կծող չի, քաղցր է։ Սերը չի նախանձում,
չի նախանձում։ Երբ համարդը նախանձում, երբ ինքը իրան համեմատում է նրա հետ, ով որ իրանից ավելի հաջող, ավելի լավ տուն ունի, լավ մեքենա ունի, լավ ընտանիք ունի եւ այլն եւ այլն։ Ինքը իրան համեմատում է նրա հետ, դրա համար ինքը լցվում է նախանձով։ Բայց եթե ինքը իրան համեմատում է մեկի հետ, ում համեմատ ինքը ավելի սենց ուժեղ է, ավելի ունևոր է, ինչ է գալիս, այսպես հպարտություն է գալիս, երկուսն էլ վտանգավոր են, բայց սերը, ասում է, ինչ լավ է, որ իմ հարևան ինձանից լավ ապրում, որ ինքը մեքենա ունի, երբ ինձ պետք կլինի ինքը կծառայի ինձ, ինչ լավ է, որ իմ հարևան էս բանը ունի, երբ ինձ պետք կլինի ինքը ինձ կօգնի, ամեն, սերը չի նախանձում, տեսեք, չի գոռոզանում, չի հպարտանում, չի լրփանում, ձայնը չի բարձրացնում, հարևանները ձայնը չեն լսում, ես մեկ որոշ կանանց ձայն լսում եմ, պանելային շենքը, մի անգամ ամաները սրբում էի, ամանս ընկավ, ներքևի հարևան ասեց, կամաց, այնպես լսվում է, պատկերացնում եք, եկեք թող մեր ձայնը, չլսի հարևանը, չլսի բարեկամը, թող մեր ձայնը երկինքը լսի, ամեն սիրելիներս, ասում է, սերը իրանը չի որոնում, մենակ ինձ լավ լինի, մենակ ես լավ տեսք ունենամ, համով բաները ես ուտեմ, լավ տեղերը ես գնամ, չգիտեմ, ես։ Մեր ծառայողներից մեկ ասել է, որ ես իմը ինձ ոչ սուրբ երորդություն է, ոչ սուրբ, չակերների մեջ, ամեն, ու մեր բոլոր պրոբլեմները եսից է, Ստեղ ասում է, իրանը չի որոնում, չի գրգռվում ու չարը չի մտածում, սրա վրա ուզում եմ կանգ առնել ու համեմատել այն խոսքի հետ, որ ասեցի, որ մեր մտքի գոտին պիտի ձգենք, պիտի ամրապնդենք այսպես, չարը, ինչ դու մտածում ես, դու դրանով լցվում ես, դու ես թույլ տալիս մտքերին քո մեջ լինել կամ չլինել, հասկանում եք, չարը միշտ մի բան ասում է, ես գիտեք ինչ եմ հայտնաբերել, որ մենք նոր մարդ ենք Քրիստոսում, մենք ասող սրբություն ենք Քրիստոսում, մեր ներսում այդ չար բաները չկան, չար բաները սատանայից են գալիս, բայց մենք, որ լինում ենք միամիտ, մենք ընդունում ենք դա, ու մենք լցվում ենք այդ չարությամբ, ամեն, քանի անգամ մենք կարող ենք չար բաները, կարողացել ենք չար բաները մեկը մյուսի մասին մտածել, կամ ինչ-որ մեկի մասին մտածել, չար մտքի ետևից գալիս է չար ներկայությունը, սիրտը չարությամբ լցվում է, դառնությամբ, դրա համար Աստված ասում է, մի մտածի, ով որ սիրում է, չի մտածում չար, ամեն, ես անդադ վարժվում եմ դրա մեջ, դրա համար Սուրբ Հոգին մի հատ սխալ բան գալիս է, Սուրբ Հոգին ասում է ուշադիր, ոնց որ կարմիր լույս, սիգնալ, այդ միտքը քոնը չէ, այդ միտքը երկնքից չէ, այդ մտքին մի հատ բան տուր, ոնց, այո, շպրտեն կողմը, ճիշտը մտածի, ու ես որոշել եմ, որ ես պիտի մտածեմ իմ եղբայրների եւ իմ քույրերի համար միայն լավը, որտեղ գիտեմ հոգևոր սկզբունքը, եթե մեկը վատն է, ես իր մասին լավն եմ մտածում, իր մասին լավն եմ ասում, որ ինքը այդպիսինը դառնա, որովհետեւ Աստված խոսք ասեց ու խոսքը դառավ այն, ինչի համար ինքը ազատագրեց, խոսքը շինանյութ է, ամեն, եթե դու ասում ես ինքը վատն է, ինքը չգիտեմ դեբիլ է, ինքը էսա, այնա, ինչը ասում ես, այն էլ կունենաս, այդ նյութը կունենաս։ Եկեք մենք հասկանանք, որ մենք հոգևոր էակներ ենք, մենք ունենք ստեղծագործական զորություն խոսքի միջոցով, ու Աստված ասել է, ինչ որ դու ասում ես կլինի, քո լեզվի վրա է կյանքը ու մահը, քո լեզվի վրա է, ուզում ես, որ քո կյանքում ամեն ինչը վատ լինի, ինչ ուզում ես ասա, ինչ ուզում ես ասա, վայ ես շուտով կմեռնեմ, վայ ես անբախտ եմ, վայ ես տգեղ եմ, վայ ես աշխարհի ամենախեղճն եմ, ես մեկին հարցրել եմ, ոնց ես քեզ զգում, ասում եմ, իմ մեջ ոչ մի առողջ տեղ չկա, դե ոնց ասում ես, տեցել կլինի, նրա փոխարեն որ ասես, հայ, ինչ որ տեղս ցավում է, բայց Քրիստոսի վերքերով ես բժշկված եմ, ու ես պիտի ասեմ այնքան, մինչև այդ բժշկությունը տեսնեմ, ամեն սիրելիներս, ուրեմն, սերը, չարը, չի մտածում, ու Աստծո ժողովուրդը ասեց, ամեն,
Եկեք կրկնենք իրար հետ։ Ասա սերը չարը չի մտածում։ Ամեն։ Ուշադրություն դարձրեք, երբ երեխան ուշանում է, միանգամից վատն ես մտածում։ Ու ինչ այդ վատի ետևում ինչը կանգնած վախը։ Ամեն, շարունակեն, գրված է, անուրավության վրա չի ուրախանում, բայց ուրախանում է ճշմարտության հետ։ Ամեն բանին դիմանում է սերը, ամեն բան հավատում է, ամեն բանի համար հույս ունի, ամեն բանի համբերում է։ Սերը երբեք չի վերջանա։ Այս այնքան դուրս գալիս է։ Սերը երբեք չի վերջանա։ Ամեն։ Աստվածային սերը քոնը կարող է բրծնի, բայց աստվածայինը չէ։ Ու այստեղից մի համար էլ ուզում եմ կարդալ։ Տեսեք ինչ է գրված 11, ասում է, երբ որ երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի համարում, բայց երբ որ մարդ եղա, այն երեխայության բաները խափանեցի։ Մարդ եղա, այսինքն երբ ես հասունացա, ամեն, երբ ես հասունացա, երեխայական բաները ինչ արեցի, խափանեցի, թողեցի, մոռացա։ Բայց հետաքրքիրը մեկ-մեկ տեսնում ենք հասուն մարդիկ ֆիզիկապես երեխաների պես են պահում, երեխաների պես նեղանում են, երեխաների պես վրեժխնդրություն են անում, դեսա կտեսնես, ես քեզ հետ կռվեցի, ես քեզ հետ էլ չեմ խոսի, երեխայի պես։ Սիրելի Աստծո ժողովուրդ, Աստծո սուրբ ժողովուրդ, Աստծո թանկ ժողովուրդ, եկեք այսօր մենք որոշենք, երեխայական բաները թողնենք։ Այս ինչ որ բացասականը գրած էր, սա երեխայական է։ Եկեք մենք մեզ հասունի պես պահենք, ամեն։ Երբ կինը ինչ որ բանում սխալ է, կարող է ճաշը աղի է սարքել մի քիչ։ Կերնեց ասավա ես ինչ համով է։ Ես որ դպրոցում էի սովորում, մի անգամ իմ մայրիկը ինքը գիշերվա սմեն պիտի աշխատեր, ինձ հանձնարարել ես տոլմա պատրաստեմ, իմ կյանքի առաջի տոլման էր։ Ես հավեսով պատրաստեցի, բայց աղի չափը չկարողացա ճիշտ անել։ Ու երբ փորձեցի, շատ աղի էր, ոչ թե աղի էր, շատ աղի էր։ Ու ես սպասում եմ, երբ իմ պապան գա, ոնց է իմ պապան արձագանքելու։ Ու իմ ներսում, գիտեք, ես պապաս եկավ, մտավ լվացվելու բան, ես արդեն լարված եմ, որովհետև ես պատկերացնում եմ, եսա ինքը պիտի տոլման ուտի ու ասի, այ աղջիկ, քեզ ոչ մի բան չի կարելի, եւ այլն, բացասական։ Ուրեմն պատկերացրեք, ես դրեցի տոլման ու ես չեմ ուտում, սպասում եմ հայրիկս ուտի։ Տեսնում եմ, պապան մի տոլման վերցրեց կերավ, հասկացավ ինչումն է բանը։ Վերցրեց երկրորդն էր կերավ։ Ու հետո ինձ ասեց, Ռիտուլա, ինքը ինձ այդպես էր անվանում։ Ռիտուլա, ով է սարքել էս տոլման։ Ասում եմ ես, դողացող ձայնով, ես։ Ու իմ պապան ասեց, մյուս անգամ նույն ռեցեպտով կպատրաստես, շատ համով էր։ Իմ պապան քրիստոնյա չէր, մեր հասկացողությամբ, բայց ինքը ուներ Քրիստոսի հոգին, սիրո հոգին։ Ինչու եմ ես ձեզ դա պատմում, որտեղ ես դա երբեք չեմ մոռանա, դա ինձ համար դաս էր, որ ոչ թե պետք է անպատվել, չգիտեմ, դատապարտել, անուն դնել, այլ պետք է բարձրացնել։ Ես էլ գիտեի, որ աղի է, ինքն էլ գիտեր, որ աղի է, հա որ ասեր աղի է, ինչ կփոխվեր, բայց ինքը ինձ շանս տվեց, ինքը ինձ արժեք տվեց, ամեն, Հիսուսն է այդպես մեզ հետ վարվում, ամեն, հիմա սիրելիներս, թողնում ենք մանկական բաները, մյուս տարի եթե Աստված տա ու ես գամ, մանկական բաները թող ստեղ չլինի, մանկական, ես գիտեմ, որ դուք շատ լավն եք, դուք ոսկի սրտեր ունեք, այո, իրական մանկեղծ, ում որ ճանաչում եմ, շատ սիրում եմ, ում էլ չեմ ճանաչում, էլի սիրում եմ։ Հիմա մի փոքրիկ օգնություն, ինչպես մենք քայլենք, աճենք, հասունանանք Աստծո սիրո մեջ, որտեղից մենք սկսենք, ուզում եք իմանալ, հա, շատ կարևոր է։ Առաջինը, մենք պետք է ուզենանք, որ Տեր, դու պատվիրում ես, ես ուզում եմ քո պատվերը կատարեմ։ Օգնիր, որ ես ճանաչեմ, հասկանամ, ինչպիսին է քո սերը։ Ախր այդ ոնց ես դու սիրում,
ոնց ես դու դիմանում։ Ամեն։ Մենք խնդրենք Աստծուն ու ասենք Տեր օգնիր, որոշում ես ընդունում, ասում ես Տեր օգնիր ինձ։ Ու դուք գիտեք, չէ, երբ դուք Աստծուն խնդրում եք, նա ինչ անում։ Ինչ անում։ Երբ դու խնդրում ես, ինքը ինչ անում։ Պատասխանում, այո։ Նա պատասխանում է, որտեղ ականջը ստեղծողը լսում է։ Ամեն։ Պետք է ուզենաս։ Մենք հայերս էլ նենց թասիբով ժողովուրդ ենք, որ մի բանը որ ուզենանք, քարը ճաքի մենք պիտի հասնենք։ Ճիշտ է։ Մենք ճիշտ հարցերում պիտի հասնենք։ Ամեն։ Ամեն ժողովուրդ ջան։ Ահա, երկրորդը ինչ ենք մենք անում։ Մենք պետք է կենանք որդատունկի վրա։ Հովհաննեսի 15-րդ գլխում այսպիսի մի լավ բան է գրած։ Լավ բաներից այդ մեկ լավ բանը, որտեվ ամենն էլ լավն է, հիասքանչ է։ Այստեղ Հիսուս ասում է, ես եմ ճշմարիտ որդը, իմ հայրը մշակն է, ամեն ճյուղ, որ ինձ անում եւ պտուղ չի բերում, նա կտրում է նրան եւ ամեն պտուղ բերողին մաքրում է, որ էլ ավելի պտղաբեր լինի։ Ու հետո ասում է, կացեք ինձանում եւ ես ձեզանում, ինչպես որ ճյուղն իր անձիցը կարող չէ պտուղ բերել, եթե որ թումը չմնա, այդպես էլ դուք, եթե ինձանում չմնաք։ Ես որդն եմ, դուք ճյուղերը, նա որ ինձանում մնում է եւ ես նրանում, նա շատ պտուղ է բերում։ Պտուղը, մենք գիտենք, որ սերը դա հոգու ինչն է պտուղը։ Պտուղը գիտեք, չէ, ծառի վրա մի անգամից հո չի պտուղ դառնում։ Մեզ ինքան համբերություն ապետ, երբ ծաղիկ է լինում, ասում ենք, վայ, այս ինչ լավ է, այս ինչ լավ է, ծաղիկ ուրախանում ենք, որտեղ մեր ներսում, մեր երևակայության մեջ ինչ ենք տեսնում, արդեն ջրալի տանձ, ջրալի դեղց, ջրալի ծիրան, չգիտեմ, ինչ ուզում եք, խնձոր, կարմրաթշի խնձոր ենք տեսնում, ու ինչ ենք անում, սպասում ենք, համբերությամբ սպասում ենք։ Պտուղը լինում է այն ճյուղի վրա, որ այդ ճյուղը հաստատված է ամբողջ արմատի վրա։ Ամեն։ Դրա համար մենք ովքեր ենք, ճյուղեր ենք։ Մեզ պետք է մնալ որդատունկի վրա։ Ինչի մասին է դա խոսում, որ դու եւ Հիսուսը պիտի ամենամտերիմը լինեք։ Ամենամտերիմը։ Քո ու Հիսուսի միջև երրորդ ավելորդը չպիտի լինի։ Ամեն։ Ամեն մի ամուսին պիտի մտերիմ լինի Հիսուսի հետ։ Ամեն մի կին պիտի մտերիմ լինի Հիսուսի հետ։ Ամեն մի երեխա մտերիմ լինի Հիսուսի հետ։ Ամեն մի ծնող Հիսուսի հետ մտերիմ լինի, որ կարողանա երեխաներին սեր փոխանցել։ Գիտեք, մենք բոլորս անդադ աշխատում ենք, ինչ որ բան տալիս ենք ու սպառվում ենք։ Ու այսօր ամենամեծ խնդրումը, որ մարդիկ ունեն, ասում են, ես նենց հոգնած եմ։ Ուղեղը անջատվում է, մարմինը անջատվում է։ Երբ այդ ամեն ինչը միանում ու լիցքավորում, երբ մենք միանում ենք կյանքի աղբյուրին։ Ամեն։ Կյանքի աղբյուրը ով է։ Հիսուս Քրիստոսն է։ Ամեն։ Հալելույա։ Ուրեմն, երբ մենք առաջինը որոշում ենք ընդունում, ամեն, որ ճանաչենք Հիսուսի սերը, հասկանանք, այդ Հիսուսը ոնց է սիրում։ Երկրորդը, որ Հիսուսի հետ լինենք, որդատունկի վրա լինենք։ Ու երրորդը, ինչ մենք պետք է անենք։ Մենք պետք է մեր անձը խոնարեցնենք։ Մենք մեր անձը պիտի խոնարեցնենք, որովհետև Աստված միշտ ճիշտ է։ Մենք սխալ։ Աստված է ճիշտը։ Եթե դու քեզ ու դու ուզում ես քո ճիշտը Աստծուն ապացուցել, վերջ, դու կձախողվես։ Ճիշտը միշտ Աստված է։ Ամեն սիրելիներս։ Եվ մի բան եմ ուզում ասել, որ եկեք մենք մի քիչ հեշտ նայենք մարդկանց սխալ վերաբերմունքին։ Եկեք մարդկանց վիրավորանքներին միանգամից այսպես բաց թողնենք իրանց, ներենք այդ վիրավորանքները։ Ամեն։ Մեր հոյվ Արտուրը մի քարոզ ունի, որտեղ խոսում է Հիսուսի վերքերի մասին։ Ու ես այդ խոսքը վերցրել եմ ինձ համար, ինքը ասում է Հիսուսի վերքերը մարդկանց բժշկել են։ Բա քո վերքերը ում են բժշկում։ Մենք մեր վերքերով այնքան ենք դառնանում, չենք ուզում այդ վերքերը բանը որ բուժվեն։ Մենք պետք է թույլ տանք, որ մեր վերքերը բուժվեն, եւ ինչ դժվարություն ես անցել եմ, Հիսուսը թույլ եմ տալիս ինձ բժշկելը, որ իմ տարած վերքերով ես մյուսին օգնեմ։ Եթե տեսնում եմ, ասում եմ, գիտես ինչ, Հիսուսը քեզ կօգնի, ինձ օգնեց, քեզ էլ կօգնի, ամեն։ Ու մի բան էլ որ հեշտ պիտի ներենք։
բանը մեկ այսպիսի բան է ասել. մարդկանց ներելը դժվար է, բայց ատելը ավելի դժվար է։ Շատ լավ միտք է, չէ՞։ Ուրեմն եթե ներելը ատելության հետ համեմատեք, ներելը ավելի հեշտ է։ Ու Հիսուսը ուրիշ տեղերում էլ ասում է ներեք։ Եթե կանգնած եք աղոթքի մեջ, ինչ որ բան ունեք մեկի դեմ, ներեք, բաց թողեք։ Ինչու՞։ Որպեսզի մեր աղոթքները հաջողությամբ հասնեն երկինք, ու որպեսզի եթե երբ մենք ենք սայթակում, որտեղ մենք հաճախակի սայթակում ենք, մենք էլ ներված լինենք, ամեն սիրելիներս։ Հիմա ոնց եք դուք ինձ շարունակում եք սիրել։ Ես էլ ձեզ անկախ ամեն ինչից, որտեղ դուք Աստծո թանկ ժողովուրդն եք, ամեն։ Հիմա եկեք կանգնենք ոտքի։ Մեր քույրիկը, որ դաշնամուրի վրա նվագում է, կգա մի գեղեցիկ այսպես բան երաժշտություն նվագի, ու ես ուզում եմ ուղղակի ձեզ հետ միասին մենք մի ակնթարթ ուղղակի հիմա չմտածենք, որ ես հիմա պիտի շտապեմ գնամ, գործերը ասում են գալ չեն փախնի։ Եկեք մենք կանգնենք Աստծո ներկայության մեջ ու թույլ տանք, որ Աստված մի հատ ստուգի մեր սիրտը։ Միգուցե մենք հիմա պիտի ուբորկա անենք մեր ներսում։ Ամեն։ Ու ազնիվ լինենք ինքներս մեզ հետ։ Ամեն։ Ու խնդրենք, որ Սուրբ Հոգին մեզ ազատի, մեզ վերականգնի, մեզ բժշկի ու սովորեցնի սիրել, համաձայնենք։ Ամեն։ Եկեք ուղղակի կանգնենք նրա երեսի առաջ։